Քրիստոս հարյավ իմեղելոց ձեզ եւ մեզ մեծ ավետիս Զատկական ավետիսն ամոթանքով է ընդհատվում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատարագի մասնակից մի կին ամոթանք է տալիս պատարագիչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին, որին հավատացյալները տիրադավ են հռչակել Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միանալու համար։ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Փաշինյանի սրտով զեղչում է կաթողիկոսի անունը։ Դեռ 4 ամիս առաջ էր Փաշինյանը հայտարարել, գնում է այն պատարագներին, որտեղ չի հնչում նրա անունը։ Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Ասեղ գցելու տեղ գրեթե չկա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում։ Դրսում ոստիկանության գվարդիայի ավտոբուսները սպասում են, մինչև ներսում աղոթեն գվարդիան եւ իր պահպանյալը։ Կանգառից բարձացա, արդեն ոստիկանությունը ոտեսա կանգնած են, մոտիկացա դաժե աշխատողներից մեկին, հարցրեցին ներսն է, այդ ները, տղերքը ժպտալով ասեցին հա։ Շատ քաղաքացիներ հրաժարվում են եկեղեցի մտնել, երբ իմանում են Փաշինյանն է ներսում։ Ես մի ժամից ավել եկե կանգնել եմ ստե ու իմ հետ լիքը ժողովուրդ դուսը չեն մտնում ներս, քանի որ ինքը ներսն էր։ Արդեն եկեղեցի էլ չեն կարող մտնենք։ Ինչի համար, ինչ են կարել, ում ենք ինչ արել։ Խի ես հելնում ես ազիզորով դու այս ամեն ինչը հարամում։ Սուրբ Աննա եկեղեցու խայտառակ միջադեպից վախեցած մարդիկ այսօր եկեղեցի են մտնում միայն Փաշինյանի հեռանալուց հետո, ասում են շառից փորձանքից հեռու։ Ինքնովա որ ես իր այդ մտնեմ ես սուրբ տեղի իր այդ մի օդը շնչեմ։ Այսքան էս ամեն ինչից հետո ոչ մի բանից է ես չեմ վախենում։ Ես ուղղակի խնայեցի ինձի, որ չմտնեմ հետը։ Կարողա ձենը լսեի, կարողա իրան տենա իմ ամբողջ, չգիտեմ, իմ առողջությունը հաստատ իրանից թանկա։ Փաշինյանի պատճառով Սուրբ պատարագին մասնակցելուց չի հրաժարվում այս տղամարդը։ Իրեն հետաքրքիր չէ, ով կա ներսում, ասում է ինքնաղոթում է առ Աստված, առանց տեսախցիկների, առանց Փաշինյանի ներկայությունը նկատելու։ Դեռ Փաշինյանը հերը որ ծնված չէր, ես եկեղեցի եմ գնում։ Ինչ հիշում եմ ինձ 62 թվականից ես արդեն չափահաս եկեղեցի եմ հաճախել։ Թող նրանք խոսան պատասխանին, ովքեր վերջերս դառել են հավատացյալներ։ Ես 4 տարեկանից ի վեր հայրիկից թևը բռնած գալիս եմ եկեղեցի։ Ինչ ասեմ ես։ Թող մեկը իր խղճով, իր դատողությունով, իր մտքի հանգստություն լինի, չէ՞։ Ինչ անում են անեն, բայց եկեղեցու գործերին խառնվել չի կարելի, համոզված է քաղաքացին։ Աշխարհում այտենց բան չկա, որ եկեղեցու հանդեպ թելադրող լինի, եկեղեցու հանդեպ թելադրություն լինի, կառավարության կավորվի իշխանության կողմից։ Դա ամենամեծ սխալն է։ Սուրբ Հարության պատարագին ոչ մեկին ասֆալտին չեն փռում։ Փաշինյանն իր պահապանների գվարդիայի հետ լքում է սրբավայրը, տոնական իրարանցում է սկսվում։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Այլուր Կիրակի։